Շարունակենք սիրելիներս, մենք մշակութային կարևոր անցուդարձի մասին ենք խոսելու, եղելություն, որը կարծում եմ տոնական է դարձրել Աբովյանում բնակվող մեր սիրելի հայրենակիցների տրամադրությունը եւ հատկապես մշակութային տրամադրությունը եւ այո, կան թատրոններ, հենց մարզային թատրոններ, որոնք մի տեսակ կամուրջ են մարզային ու քաղաքամայր Երևանի թատերային կյանքի միջև եւ վառ օրինակ է հենց Աբովյանի դրամատիկական թատրոնը, ով Երևանին կից է, բայց համարվում է նաեւ մարզային թատրոն, որտեղ տարին հոբելյանական է թատրոնը նշում է հիմնադրման 45-ամյակը։ Այո, եւ այս առիթով մենք հնարավորություն ունենք այսօր եւ շնորհավորելու եւ մեր տաղավարում զրուցելու ու իմանալու մանրամասներ, թե ինչ է սպասվում այս տարի Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանից։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ողջույն սիրելի ընկեր, ինչպես ես։ Շատ լավ, ձերս լուսավոր տաղավարում լինելուց միշտ տրամադրությունս բարձրանում։ Հիանալի, առիթն օգտագործելով շնորհավորում ենք ձեզ, ողջ ստեղծագործական թիմի եւ իհարկե այն մարդկանց, որոնք պարտաճանաչ հանդիսատեսն են Աբովյանի դրամատիկական թատրոնի, որովհետեւ մենք ստեղծագործում ենք հանդիսատեսի համար։ Շնորհակալություն շնորհավորանքների համար, այո, իհարկե, որովհետեւ առանց հանդիսատես թատրոն ուղղակի պահելը անիմաստ է։ Եթե առաջ ասում էին, եթե մի հանդիսատես լինի, պիտի խաղաս, հիմա մենք ասում ենք ոչ, պիտի հանդիսատեսը շատ լինի, որ մենք իրանց հետ կարողանանք ճիշտ հաղորդակցվել։ Թատրոնը այն եզակի շենքերից մեկն է, որը հարստանում է, որը գեղեցիկ է դառնում, որը հետաքրքիր է դառնում տարիների պատմությամբ ամեն դեպքում։ Որքան էլ վերանորոգենք, որքան էլ հզոր, նոր ձևաչափերով լուսաձայնային համակարգերով հարստացնենք թատրոնը, միևնույն է տարիներ են պետք թատրոնի կայացման համար։ 45 տարին կարծում եմ լավ ժամանակահատված է, քիչ չէ, որպեսզի մի փոքր պատմես թատրոնի գործունեության մասին եւ ինչով է նշանավորվում արդեն 45-ը թատրոնի եւ ինչ սպասենք մի ամբողջ տարվա ընթացքում։ Այո։ Շատ ճիշտ նշեցիք, որ հարուստ կենսագրություն պետք է լինի։ Ցավոք Աբովյան քաղաքի թատրոնի պատմությունը շատ դառն է անցել մինչև այսօր, որովհետև ստեղծագործական խումբը, որ սկսել է ստեղծել, սիրողական խումբ է եղել 1980-ական թվականներին իրենք սկսել են աշխատել եւ այդ սիրողական խմբի մոդելը այնքան լավ է աշխատել, որ 86 թվականին տալիս են այդ թվերի համար բարձր կոչում, ժողովրդական թատրոնի կոչում, այսինքն դա արդեն համարվում էր գրեթե պետական ստատուս, բայց ցավոք սրտի գիտենք, ծանր տարիներ, 90-ական թվեր, շատերը լքում են երկիրը, թատրոնը գնում է լրիվ շատ դժվար շրջան, բայց չի դադարում գործել։ Էնտուզիաստներ միշտ կան, այնտեղ փոքրիկ բեմ են սարքում, նկողային հարկում, որտեղ տեխնիկայի ներկայացումներ են խաղում, տարվա տաք եղանակներին մեծ բեմն են օգտագործում, այսինքն ջեռուցման խնդիր, վերանորոգման խնդիր, ու այդպես շատ դժվար փուլեր անցնելով եկել հասել ենք այսօր եւ մենք ինչպես ձևակերպում ենք, հաճախ չենք ասում թատրոնի 45-ամյակն, ասում ենք Աբովյան քաղաքում թատերական գործունեության 45-ամյակն է, որովհետեւ մենք ունենք մի երազանք, մի ցանկություն, որ տարվա բոլոր եղանակներին խաղանք ներկայացումներ, որովհետեւ 80 թվից մինչեւ այսօր այդ շենքը չի ջեռուցվում եւ ցավոք սրտի մենք մեծ բեմում խաղալու հնարավորություն ենք ունենում միայն տաք շրջաններում, հիմնականում փոքր բեմում ենք խաղում եւ նաեւ թատրոնը չունի առայժմ որևէ պետական կարգավիճակ, նաեւ աշխատանքներ են տարվում, մենք լիահույս ենք, որ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը մոտ ժամանակներս նաեւ կարգավիճակի հարցը կլուծի։ Նշեցիք, որ դեռ չունի կարգավիճակ, բայց միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում, թե համայնքային, թե արդեն կառավարության կողմից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փաստնել վերջերս տեղի ունեցած տոնակատարության ժամանակ, թե պարոն Դանիելյանի եւ թե համայնքապետին տրված այդ պատվոգրերն էին։ Մի փոքր պատմենք ինչպես անցավ 45-ամյակի այս բացման արարողությունը, թատերաշրջանի բացումը։ Երևի թե գամ մի փոքր հետից ասեմ, որ եթե չլինեին այո այդ աջակցությունները, կարծում եմ մեր այնտեղ գործունեությունը 1 տարվա կյանք էր ունենալու, որովհետև հենց 2017 թվականից սկսած մենք թե համայնքի կողմից աջակցությունը, թե ԿԳՍՄ նախարարության կողմից շատ այսպես շոշափելի ենք զգացել, իսկ հատկապես վերջին 3 տարիներին ԿԳՍՄ նախարարությունը կարծես շատ կենտրոնացել է հատկապես մարզային թատրոնների վրա, գիտենք պետական քաղաքականություն կա, որպեսզի մարզերում թատրոնները այո Երևանից մի փոքր գնա եւ դրա հետ կապված մենք օրինակ արդեն 3-րդ տարին անընդմեջ ստանցել ենք դրամաշնորհ եւ դա այսպես կարելի է ասել պետպատվեր է նման բան, որ նոր ներկայացումներ պիտի անենք եւ այս տարի մենք մեկ ներկայացում ԿԳՍՄ նախարարության
դրամաշնորհի շրջանակներում արեցինք, Վիլյամ Սարոյանի տարեկանի արտում դրաման բեմ բարձրացրեցինք, Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ մանկական երաժշտական մյուզիկլ բեմ բարձրացրեցինք, Մաշենկան եւ Արջը երեխաների համար եւ շատ հետաքրքիր է այսօր երեխաներին։ Այո, շատ է սիրում եւ մեր հնարավորությունների սահմանում մեր թատրոնի երիտասարդ այսպես դերասան նաեւ արդեն փորձ է անում դեմադրիչ Ռուբիկը Կարապետյան ամերիկահայ գրող Խորեն Արամունու Սպասում պիեսի հիման վրա էքսպերիմենտալ ներկայացում բեմադրեց թատրոնի ճեմասրահում, այսինքն մենք 3 ներկայացմամբ արեցինք եւ ամեն ինչ եկավ ամփոփելու հոկտեմբերի 6-ին թատրոնի 45-ամյակի նվիրված է գեղեցիկ միջոցառումը եւ մենք այո չէինք կարող շնորհակալություն չհայտնել այն մարդկանց, ովքեր որ պայքարում են մեզ հետ միասին, որ Աբովյանը դա առանձին հոգահակ չէ, դա մեր երկրի մի փոքրիկ հատվածն է, որ մեր երկիրը ունենա եւ մի քաղաքում կրկին մի լավ ու հզոր թատրոն, որը որ ծառայելու է տասնամյակներով մեր հայ երկրին եւ թատրոնն այսօր ինչ է անում կրթության հետ քայլելով գնում է առաջ, այսինքն եթե դպրոցների հետ կապը շատ ամուր չեղավ թատրոնի հետ, կարելի է համարել որ դպրոցական կրթությունը ոչինչ է, դրա առապացույցը դպրոցական բաժանորդային ծրագիրը, որ ԿԳՍՄ նախարարությունը ներդրել է, հրաշալի աշխատում է, հազարավոր երեխաներ գալիս են թատրոն եւ փորձում ենք մենք էլ այնպես անել, որ իրենց որակները մի քիչ բարձրան։ Այո, որովհետև յուրաքանչյուր նախագիծ, որը մշակվում է եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում եւ թատրոնում, յուրաքանչյուր թատրոնում անհատապես շատ կարեւոր է այդ կապը աշխատանքային, որպեսզի հասկանալ թե ինչ է պետք թատրոնին եւ նախարարությունն էլ ինչպես կարող է աջակցել եւ օգնել, ու այս դեպքում ձեր օրինակը լավագույններից է, թե ինչպես արդեն երրորդ ներկայացումն է, որ կյանքի է կոչվում։ Ես առաջարկում եմ մի փոքր գովենք դերասաններին, որ հաստով այո, որովհետև խոսում ենք իհարկե աջակցություններից, խոսում ենք եղած կամ դեռ սպասվելիք ռեսուրսներից, որ պիտի էլի ավելի ամրապնդվի թատրոնի հիմքը եւ գործունեությունը, բայց ի վերջո, երբ ասում ենք թատրոն, պատկերացնում ենք բեմ եւ դերասան։ Առաջինը։ Առաջին տպավորությունը, առաջին տեսիլը թերևս դա է։ Ես ուզում եմ խոսել են մի գաղափարի շուրջ հավաքված թիմի մասին, ում շնորհիվ շարունակում է Աբովյանի թատերային մշակութային կյանքը եւ դեռ շատ երկար տարիներ կունենա։ Ովքեր են հավաքված քո կողքին։ Ես շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ արդեն ասացինք, որ մենք չունենք հստակ պետական աջակցություն, այսինքն աշխատավարձ եւ այլն մենք այսպես հստակ չենք ստանում։ Ինչ որ առումով էնտուզիաստներ ենք տարիքներս առած շատերս եւ օրինակ Աբովյանի թատրոնի ճանապարհն անցած մեկ դերասանուհի կա ընդամենը Զոյան Աղաջանյան, ով 83 թվականից համբերատար դեռ սպասում է, որ այդ լուսավոր օրը գալու երբ թատրոնը ունենալու է շատ լավ ու համայնքային կամ չգիտեմ այլ կարգավիճակ, իսկ մնացած ընկերները մեր բոլոր երիտասարդներ են, միասին ենք շատերը սկսել ընթացքում արդեն հատկապես Աբովյանի երիտասարդներն, ովքեր սովորել են թատերական ինստիտուտում, ավարտել են իրենց երազանքներն, ունեցել են իրենց քաղաքում ստեղծագործելու, միացել են մեր գաղափարին, հասկանալով ինչ դժվար ճանապարհ են անցնելու։ Շատերը եղել են, որ եկել են միանալու, հասկացել են դժվար է լինելու, չեն միացել, դա էլ իրենց որոշումն է, մենք դեմ չենք։ Ես ուզում եմ շնորհակալ լինել իմ ընկերներին, ովքեր որ չնայած բոլոր դժվարություններին ամեն վարքյան ինձ հետ են։ Մենք չունենք օրինակ բան, որից սկսած վերջացրած հանդերձապահով, ամեն ինչ մենք ենք անում, վերանորոգումներ ենք անում, ինքներս մեր ձեռքով անընդհատ բարեկարգում ենք, անընդհատ թարմացնում ենք։ Բայց դա էլ մի հոգեբանություն է, կարծում եմ, որ վստահաբար այլ ընկալումներով ես սկսում ընդունել այն օջախը, որտեղ գործում ես ու որտեղ կայանում ես։ Դա տարիներ անց պարզապես հիացմունքով եք հիշելու այս օրերը ու տաստված, որ այո, գա ձեր երազանքի իրականության օրը։ Մենք ունենք այդ օրինակը, չէ՞, թատրոնների օրինակ Սոս Սարգսյանը ժամանակին ինչ դժվարությամբ ստեղծեց թատրոն ու այսօր հրաշալի դերասանախումբ կա ու ոնց են աշխատում Երևանում եւ մեր մնացած թատրոնները, որոնք որ աշխատում են, մենք երազում ենք որ մի օր այո մենք էլ ենք դառնալու նման կառույց
մենք ունենք շատ լավ աշխատանքներ, լավ ներկայացումներ, հանդիսատեսը բավականին ակտիվ հաճախում է եւ ոչ միայն Աբովյանից, մենք Երևանից ենք ունեցել, շատ են գալիս Երևանից։ Միջալյուց հենց հանդիսատեսի հետ կապված մի հարց էր հետաքրքրում։ Մենք ունենք մարզային թատրոններ, որոնք հստակ ունեն ձևավորված հանդիսատես ու ամբողջ Հայաստան աշխարհին է հայտնի։ Իսկապես, օրինակ ասում ենք Կապանի հանդիսատես, Գյումրու հանդիսատես, Վանաձորի հանդիսատես, այս տարիների ընթացքում հասցրել եք ձևավորել երկրպագուների մի խումբ, հա, մարդիկ, ովքեր համարվում են այո աբովյանական հանդիսատես ու ձեր հավատարիմ ընկերը։ Շատ դժվար էր սկզբնական շրջանում, որ նոր էինք գնացել, ներկայացում ենք ունեցել 7 հանդիսատես ով է խաղացել։ Եվ այդ ժամանակ իմ մոտ մի միտք ծագեց, որ ես մտածեցի ինչպես կապենք թատրոնին, որովհետև մինչև այսօր էլ կգտնեք մարդկանց, որ կհարցնեք Աբովյանի թատրոնը որտեղ է, ասեն ինչու Աբովյանում թատրոն կա։ Եվ ես այդ ժամանակ 8 տարի առաջ սկսեցի դպրոցների տնօրենների հետ հանդիպել եւ առաջարկեցի դպրոց թատրոն կապը ամրապնդելու համար մի նախագիծ, որտեղ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերին 1 ժամյա այսպես էքսկուրսիոն ծրագիր մեր կողմից կրթելու մեր ապագա հանդիսատեսին, ցուցադրելու բեմ, դահլիճ եւ այլն եւ իր փայլուն արդյունքը տվեց ընդամենը 6 ամիս անց։ Արդեն մանկական ներկայացումներին շատ էին հաճախում եւ մենք մոտավորապես 3-ից 4 տարի միայն մանկական էինք բեմադրում։ Այսինքն մենք մանկապարտեզի շրջանից, որովհետև եթե երեխան գալիս է փոքր, մայրն էլ հետն է գալիս, տարածքին են հարմարվում, ադապտացվում, եւ արդեն հետո անցանք մեծահասակների ներկայացումներին, աստիճանաբար արդեն այո, ձևավորվել է հանդիսատեսի մի։ Այն փոքրիկները արդեն մեծ են եւ գալիս են մեծահասակների ներկայացումներին։ Լավ հանդիսատես ունենք, շատ են սիրում մարդիկ։ Գիտեք, հետո կարծում եմ մարզային թատրոնների խնդիրը ավելի կարևորվում է ինչ առումով, որովհետև մարզերում ցանկացած մարզային բան ժամանցի վայրերը շատ քիչ են եւ թատրոնները հաճախ գալիս են փոխարինելու այդ ժամանցի վայրերին, որտեղ որ երիտասարդությունը գնում է իր ժամանակն անցկացնելու, այսինքն մարդիկ ուղղակի զբոսնում են ու ուզում են հասկանալ այսօր ուր գնան իրենց մարզում, կարող չի Աբովյան, Գյումրի եւ այլն եւ այստեղ մեր նման թատրոնների դերն ու նշանակությունը շատ կարեւոր է։ Իսկապես շատ կարևոր եւ քանի որ տարին էլ հոբելյանական է, արդեն 45, ինչ է սպասվում այդ ջերմ հանդիսատեսին այս տարի, ինչ նորություններով կներկայանեք։ Դե ասեն ասացի, 3 պրեմիերա արեցինք, տարեկանի արտումը խաղացինք, ինչու եմ անցյալով խոսում, որտեղ ցրտերն ընկնում են արդեն մոտակա։ Դադար է լինելու։ Մի քանի օր անց մենք կտեղափոխվենք մեր փոքր բեմ, որտեղ որ մենք խաղանք մանկական ներկայացումներ ունենք, ամանորյան ներկայացումներ խաղանք, մինչև գարունը կբացվի, նորից տակերը կգան եւ կվերադառնանք մեծագործել, կրկին հույս ունենալով, որ միգուցե վերանորոգում սկսվի եւ ունենանք 21-րդ դարին համահունչ տարածք, բայց ասեմ, որ բոլորն են օգնում այդ առումով, վերջերս Հովնանյան հիմնադրամից նաեւ դրամաշնորհ ենք ստացել եւ մեզ համար գույք են գնել, այսինքն նորացված լույսեր ունենք եւ մնացած այդ տեխնիկական հարցեր։ Շնորհակալ եմ բոլորից, որ ամեն ինչ անում են հայկական թատրոնը, որպեսզի զարգացնելու դեպքում կամած, բայց կարևոր քայլերով գնում եք առաջ։ Իսկապես։ Դե մենք արվեստագետներս մեր գործը շատ ենք սիրում։ Մենք խելագարի պես ենք ապրում այս աշխարհում ու հաճախ որ օրինակ հարց են տալիս ասում են լավ ինչն է ձեր պահողը այս ամեն ինչի մեջ ես ասում եմ մի արվեստագետ լինեք որ հասկանաք որովհետև մենք սիրում ենք մեր գործը այդ ամեն մի ժպիտ այդ հանդիսատեսի այդ որ այդ երեխեն ոնց է հավատում այդ մեծահասակը ոնց է լացում կամ ծիծաղում քո արած այս կամ այն փոքրիկ գործողության վրա դա չի կարող քեզ ուժ չտա ստեղծագործելու։ Նաև նշենք, որ թատրոնը դրմբաց սպասում է գործընկեր թատրոններին, ինչպես օրեր առաջ նաև եղել է այնտեղ հյուրախաղերով նույն համազգային թատրոնը եւ շարունակվում են հրաշալի ներկայացմամբ մեզ մոտ։ Մենք միշտ բոլորի հետ համագործակցում ենք, համատեղ ներկայացում ենք, անում արմոնո փառատոն է գնալու շատ շուտով հյուրախաղերի։ Առաջիկա ինչպիսի պլաններ ունեք։ Այս տարի մի քիչ пассив կլինենք, բայց մենք Գառնանը կամ նախորդ տարիներին անընդհատ եղել ենք տարբեր շրջաններում, Արմավիրում եղանք, Էջմիածնում ենք շատ հաճախ լինում, երևի դեկտեմբերին կրկին կլինենք Էջմիածնում, Երևանում ենք շատ հաճախ գալի, որովհետև էլի ԿԳՍՄ նախարարության պարոն Դանիել Դանելյանը, երբ որ մեզ մոտ եկել էր 2 տարի առաջ ներկայացում դիտեց, ինքը ասաց, ինչու՞ չեք այս ներկայացումը բերում Երևան։ Դե մենք մի փոքր այդ դժվարություններից որ պատմեցինք, ասաց ԿԳՍՄ նախարարությունը ձեր կողքն է։ Ընտրեք որ թատրոնն է պողակային ձեզ պետք, մենք մեր կողմից ձեզ տալիս ենք։ Եկեք, այսինքն, գիտեք, sense մի տեսակ ամեն ինչ է այսօր մեր շուրջը պատտվում, որ մենք գործ անենք, եւ մենք էլ անում ենք։ Հիանալի։
Շնորհակալ ենք այդ աշխատանքի համար, եւս մեկ անգամ շնորհավորում ենք թատրոնի ստեղծագործական խմբին, ողջ անձնակազմին, նվիրյալ մարդկանց, շնորհավորում ու ասում ենք շնորհակալություն այն գործունեության համար, որը իրականացնում եք ու դեռ շարունակելու եք անել։ Մեզ մոտ աղավարում էր Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, լավ օրենք մաղթում եւ ձեզ առաջարկում մեզ հետ միասին վայելել երաժշտական դրամատրությունը համեցեք։